Ողջունում եք բոլորիդ Տեր Հիսուսի պատվական անունով, սիրելի հեռուստադիտող բարեկամներ։ Ինչպես գիտեք, աշխարհում շատ կրոններ կան, եւ դրանք տարբեր ժամանակների մեջ են ծնունդ առել, ունեն իրենց առաջնորդները։ Այսօր ուզում ենք ձեզ մի կրոնի մասին խոսել, որ ծնունդ առավ 7-րդ դարի առաջին կեսում եւ տարածվեց շատ երկրներում, Հյուսիսային Աֆրիկա, Միջին Արևելք, միջև ասիական պետություններ եւ ներկայիս ամենաարագ աճող կրոնն է համարվում աշխարհում եւ դա իսլամն է Allahu Ekber Եվ որպեսզի իսլամի մասին հիմնավոր խոսենք, խորությամբ խոսենք, դրա համար հրավիրել ենք այսօր Հովհաննես եղբայր Ահմարանյանին, որ իրապես հանդիսանում է մասնագետ այս նյութի, խորությամբ ինքը ուսումնասիրել է իսլամը եւ վերջերս հրատարակվեց իր գիրքը Իսլամությունը 3 եւ այսօր շատ հոյակապ մի գրություն է, որի մեջ ամփոփված է իսլամը ամբողջությամբ, իր առաջնորդը, հետևորդները, իսլամի անցած ընթացքը եւ ես կարծում եմ, եղբայր, որ շատեր անգամ, որոնք ապրել են իսլամական երկրներում, այս տեղեկությունները չունեն իսլամի մասին։ Խնդրեմ, հերթը ձերն է, ողջունեք մեր հեռուստադիտողներին։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ Վարդան եղբայր այս գեղեցիկ բادرության համար։ Ավելի իմ ներիկս լուսաբանություններ են։ Պիտի սկսեմ ոչ թե 7-րդ դարեն, այլ պիտի սկսեմ համբարձումեն հետո ինչ պատահեց Քրիստոսի համբարձումեն հետո։ Եկեղեցին արդեն գերբով մը երկու մասի սկսավ բաժնվել որպես մտածողություն կամ մոդեցում։ Այն մարդիկը նախևառաջ բոլոր քրիստոնյաները նախկին հրեաներ էին։ Այն մարդիկը, որոնք հրեական բնույթ ուզեցին տալ Քրիստոսի, ուզեցին իրենք գոչել Նազովրեցի, որովհետև ինքը Նազարեթ քաղաքն էր։ Եվ անոնց առաջնորդը Հակոբ Արաքյալն էր, դիառն եղբայրը։ Անկին առաջնորդության Պողոսի ըսավ ոչ։ Այո, մենք ընդունենք Հիսուս Քրիստոս, Հիսուս Նազովրեցի, բայց մեզի համար Հիսուս Քրիստոս է։ Բայց դժբախտաբար այս անվանումները Նազովրեցի Հիսուս, Հիսուս Քրիստոս նաև բաժանում բերավ մոդեցումներու մեջ։ Եվ գիտեք ինչ եղավ գործարակերոցի մեջ, եւ ինչպես Պողոս Արաքյալ հրճագեց եւ սավալ եւս շնորհքով է փրկությունը եւ ոչ թե մովսիսական հրեական օրենքներով։ Այո։ Բայց քրիստոնեատավան հրեաները, որոնց մենք կոչենք ջենտայլ, այս մարդիկը միշտ իրենց ազատամտությամբ անգախ ցկդումներուն հեղափոխություններ հրճագեցին եւ 70 թվականին եւ 106-107 թվականին հռոմեացիները երկու անգամ գործանեցին Երուսաղեմ։ Այս քրիստոնեատավան հրեաները ուրիշ ելք չունեին բախուստի, եթե ոչ դեպի հարավ։ Եթե մենք առնենք քարտեզը այդ օրերուն, մենք գիտենք, որ արևելքը չէին գնալի, դեպի արևելք, որովհետև միջև այսօր բղշտացիներու, մաղսիցներու հետ հրեան պրոբլեմ ունի, հարց ունի։ Հյուսիս չէր գնալի երթալ, որովհետև հյուսիսային կողմը Լիբանան, Սուրիա, անոնքալ հռոմեական դերաբերության տակն էին։ Միակ ելքը հարավ։ Եվ այսպես հոսանքներ, հրեաներ են եւ քրիստոնեացած հրեաներ իջան դեպի այսօրվա Սաուդի Արաբիան, Սաուդական Արաբիան, Եմեն, Նեժդ, Հադրամուտ, Ադան, Մեքքա, Մեդինա, որ Մեդինա չէր գոչվիր, եւ հոն հաստատվեցան։ Ասոնք ադենի չէ, ասոնք աղանտավորներ էին, որոնք գտնունեին թե Քրիստոս լավ մարդ էր, որ Քրիստոս մարգարե էր, որ Քրիստոս Աստծո որդի չէր, որ երկինքը հաջուկի դեղ է, որ օրենքը պետք է քալենք, պետք է օրենքը ըլլա հիմնակարը
բրգության, այսինքն օրենքը բահելով դուն երկին կերտաս։ Եվ այս նազովրեական նասարա բարը, անոնոմար Կորանի մեջ չգա երբեք քրիստոնյա բարը, եղածը նասարա է, և մենք նասարա չենք, մենք կոչվեցանք քրիստոնյա Անտիոքի մեջ, Պողոս Արաքյալի քրիստոնյաներ։ Ուրեմն այս աղանդավորները, այս քրիստոնեատավան հրյաները մուտ գործեցին ասարապական տրագզի մեջ, խառնվեցան և շատ առապ ցեղախումբեր հետևեցան այս աղանդին։ Եվ Մուհամմեդ, որ Կորեյշ ցեղախումբն էր, Կորեյշի մեծամասնությունը արդեն ընդունած էր նազովրեական տավանանքը։ Ուրեմն Մուհամմեդ ջանցավ Քրիստոսը եւ քրիստոնեությունը, բայց դժբախտաբար աղավաղված ձևով։ Որպես միայն մարգարե կամ լավ ուսուցիչ, լավ մարդ, Աստծո խոսքը, բայց ոչ որպես Աստծո որդի կամ Աստված։ Այո։ Ուրեմն այս ընտանիքի մեջ, Կերտաստանի մեջ գծնի Մուհամմեդ բարեկեցիկ ընտանիքի անդամ չէ, բայց բարեկեցիկ Կերտաստանի ցեղախումբի անդամ է։ Գծնի հայրը արդեն կմահանա չծնած։ Հորը անունը Աբդալլա, Ալլահ, Աստուծո ծառա անունը։ Ուրեմն Ալլահ հասկացողությունը նորություն մեջ էր իսլամության մեջ։ Մուհամմեդ նորություն մեջ բերավ, արդեն Ալլահի պաշտամունքը գոյություն ուներ իսլամության մեջ։ Բայց իսլամը որպես կրոն չէր ձևավորված դեռևս։ Ոչ, դակավին, միայն նազովրեցի աղանդներ։ Երբ Մուհամմեդ 2 տարեկան էր, մայրն ալ մահացավ, Ամինա անունը։ Զինքը որտեղից հոր եղբայրը, Աբու Տալիբ։ Եվ անոնը շատ գեղեցիկ դաստիարակություն տվավ։ Եվ բանը մեկնիշները, իսլամ պատմաբանները գսեն, որ այնքան սիրեց Մուհամմեդը, որ կարծես թե իր զավակը ըլլար, իր եղբորը տղան էր, եւ Ալիի չափ սիրեց զինքը։ Եվ Ալին գիտենք, որ ռահվիրամն է, գիտնական իսլամ բաններ, իջանունը մասնակետ էր։ Եթե Ալին atkan իրեն ուսում դրվեցավ եւս առավել նաեւ Մուհամմեդին, ուրեմն Մուհամմեդ անկրակետ չէր, որը մասին արիդ կունենան քիչեր խոսելու։ Ուրեմն 6 տարեկանին հոր եղբայրը գմերնի եւ ալևս մեծ հայրեզին կգառնե եւ կսկսի տաստիարակեր գրտել եւ Վարախ բն Նոֆել 80 տարեկանին գուրացավ 98 տարեկանին գմերնի ոմանք սեն 100-ն ավելի այս մարդուն կորձը 5 տակարանը գտարկմաներ արաբերենի եւ գսորվեց դե Մուհամմեդին սորվեցուցած ադենը Մուհամմեդի մտքի մեջ մեկ կարևոր գետրոմը հարցը Աստծո մի աստվածությունը ինչպես կարելի է 365 գուրգ պաշտել եւ ասոնք բոլորը աստվածներ են իլե եւ ինքը գսե իր հրճակավոր խոսքը լա իլե չիկ աստված իլլա ալլահ միայն Ալլահ է ուրեմն 364 աստվածներու վրա խաչանեց գոդրդեց հետակային գոդրդեց անոնց արցանները եւ համարոդեց բոլորը Ալլահի անունով Աստծո մի աստվածությունը Աստծո ստորոկելիները եւ Աստծո նամակալությունը գորիզը գազմե այս մարդուն քարոզության հետո խոսին Քրիստոսի մասին այ ամեն մի կրոնի դիմագիծը բնորոշվում է իր առաջնորդի կյանքով, վարքով, ընթացքով։ Հետաքրքրական է, շարունակենք ուրեմն Մուհամմեդի կյանքը։ Այո։ Այս մարդը գսկսի կարոզել չի Աստված, միան Աստված գլխադար։ Գահագարակին այն մարդիկը, որոնք գուրկերու հետ հաշիվ ունեն։ Իրենց բիզնեսը այո, դրանից է գալիս, այո։ Գսկսի զինքը հալածել։ Նույնիսկ զինքը գվերավորեն։
բախուստ ուտա գիշերանց 622 թվականին եւ Մեքքեին գերտատեբի Մեդինա, որ Մեդինա չէր կոչվեր Եթրեմ, եւ եղավ հետո El Medina al-Munawwara, լուսավորյալ քաղաք, որտեղ Մուհամմեդը զայն լուսավորեց։ Եվ աս Մեդինան քիրկը բացավ, Եղու Մուհամմեդ, գիտես միջին արևելքի մեջ, հավանաբար Հայաստանն ալ այդպես, բայց Թուրքիա միջին արևելք, մեծ երկու քաղաքները իրար ուտշտամբի գլան։ Անհանդուրժող, օրինակ համար Դամասկոս Հալեբ։ Հայաստանում Երևանը մյուս քաղաքներից այնքան մեծ է, որ թշնամություն չկա։ Թերևս Վանաձոր եւ Գյումրի, ինչ որտեղ։ Ուրեմն, Բաղդադ, Մոսուլ, Կահիրե, Ալեքսանդրիա, նույնն էր բարական Սաուդի Արաբիա, Մեդինա եւ Մեքքա։ Ուրեմն դու մեկ թշնամի են գուկաս, իրեն դևերը բացին, զինքը արին իր մեջ, Մուհամմեդ գնանք ասել, պետք է ասենք, լավ մարտեր, գրոնական մարտեր Մեքքեի մեջ, միան Աստված։ Երբ որ գնաց Մեդինա եւ դեսավ զորավոր ըլլալու այդ բոլոր առավելությունները, հարստահարելու, զարկանալու, առաջնորդ ըլլալու, Մեդինայի մեջ դարձավ գարավարական մարդ, պետական մարդ։ Շատ հետաքրքիր այս գրության մեջ Մուհամմեդի կյանքի 3 մասեր ես բաժանել, ուզում եմ կարդալ մեր սիրելի հեռուստադիտողներին։ Ուրեմն առաջի շրջանին Մուհամմեդը քարոզեց եւ իր քարոզածի պատճառով հալածվեց, մեկ աստվածության պատճառով։ Մեքքայի մեջ Մուհամմեդ կրոնքի մարդ էր։ Երկրորդ շրջանին հարստահարեց եւ անբավ հարստությունների տեր դարձավ, այսինքն գողավազակ դարձավ։ Մուհամմեդ Մադինայի մեջ դարձավ պետական մարդ։ Եվ երրորդն էլ կարդամ։ Այո։ Եվ երրորդ շրջանը կյանքի 50 տարեկանից վերջ ապրեցավ 63 տարի, իր գիշերները անցուց տասնյակ մկիներու անկողինների մեջ եւ դարձավ կիներու փնտրված սիրահար, ամոթ։ Ուրեմն, Մեքքեի մեջ գինը մերավ, Մեքքեի մեջ գինը մերավ Խադիջա, եւ Խադիջայի հետ եղածադենը քրիստոնեական ճագերտյալ հավատարմություն ուներ, ոչ մեկ գնոջ տվավ, երբ որ գինը մերավ, հաջորդ օրը շատ կանուխ արդեն սանցացակ ինգզիկը այս սերային հարաբերություններու տվավ։ Եվ դտապաճարները շատ են, հավանաբար որբեսի գարենար ցեղախումբերը իրարու միացնել, օրինակ ընդամ, ես աս ընտանիքին հետ, ես աս ընտանիքը շատ զորավոր է, լավ տրամ ունի, լավ անուն ունի, աղջիկը առնեմ, որպեսզի խնամիական կապ ունենամ, եւ հետո իմ ընելիք կորձերուս մեջ ինձի ապավեն տիգու կանի, արավ, երկրորդ, երրորդ, չորրորդ, պատալով չպավականացավ, սկսավ առնել նաև հարստահարված ցեղախումբերու աղջիկներ, ու ադալ չպավեց, սկսավ առնել իրեն նվիրված, նվեր եկած աղջիկներ, ադալ չպավեց, արավ 9 տարեկան, 6 տարեկան աղջիկը, Այշա, որ 9 տարեկանին արդեն հարաբերություն սկսավ ունենալ իր հետը եւ ինքը արդեն 50 անց էր։ Այս ձեր գրածի մեջ նաեւ ուրիշ նշված տեղեր ունեմ, կուզեմ կարդալ։ Արևելագետ իսլամագետները Մուհամմեդի ամուսնությունների մեջ տեսած են սանձարձակություն, լկտիություն, պատեհապաշտություն եւ անասնային բնազդի հագեցում։ Մյուս կողմից մահմեդականները այս ամուսնությունների մեջ տեսած են աստվածային միջամտություն։ Ամեն անգամ որ Մուհամմեդ կինը կահավներ, Աստված անպատճառ կմիջամտեր, որպեսզի իր ընտրած մարգարեն այդ կնոջը տիրանար։ Հարմար թե անհարմար, օրինավոր թե ապօրինի լա, Մուհամմեդի ամուսնությունը Աստված, ինչպես հետո պիտի տեսնենք, անպատճառ պիտի վավերացներ եւ օրինականացներ Զայն եւ Գաբրիել հրեշտակապետը աստվածային միջամտությունների պատգամաբերը պիտի լար եւ անոր խրախուսիչ խոսքերով հպատակելով կինը պիտի մտներ Մուհամմեդին հարամնոցը։ Այո, այդպես եղավ։ Եվ անշուշտ
Ալևս ես գիներու մասին ուրիշ անգամ ալգնան խոսիլ, բայց շարունակեմ։ Ուրեմն եւ սկսավ կամած աճիլ, զորանալ, ցեղախումբերը հետլան, բայց կուզեր մեկը։ Իր ամբողջ բանը մեկայի դիրանալ։ Եվ հաջողվեց։ Եվ ոբեսի մեկայի մեջ ավելի զորանա, պետք ուներ փանագի եւ փանագի վրա պետք է ծախսես սկսավ հարստահարություններում արաբները մուսուլմանները գոչեն ֆտուհատ մենք պետք է գոչենք ղազավատ տապերություն ունեմ որովհետեւ մեր դիտողները ասպարերուն մասնագետ չեն եղբայր արդեն շատ խորն ես գան ֆտուհատ այսինքն կոց քաղաք դու կասկ փանաս գլուսավորես Երևանայցեք Ալեքսանդրիա միջին արևելքի Փարոսը հելլենականության գետրոնը սկանչերի քաղաք իբր թե փագեր եւ հայտնի իր գրադարանով անշուշտ եւ կրատարան այրողնալ իր հետևորդները մեկը պիտի լար օմրոնդալաս ուրեմն իբր թե փագեր ինքը պիտի փանար ուրեմն ասո լույսին մենք գոչենք ղազավատ որ կնշանակի հարստահարություն Եվ այդպես բավական տիվով հարստահարություններ, մեկ դեղնալ հոն վերավորվեցավ, մեկ երկու հատի մեջ պարտվեցավ, կրտե բոլորի մեջ հաջողվեց, որովհետև տարանագալ գսպասեր, երբ որ գուկային իրենց ուղդերու վրա, ամեղ մարդիկ, խաղաղասեր, վաճառականներ, վրանին կհարցակեր, ամեն ինչ կտալներ իրենց հարստությունը եւ կպաշներ իր զինվորներուն, գիներնալ կպաշներ, ինք լավակույները կաններ։ Քանի կիներից ասեցիր մի երկու տեղից էլ կարդամ Ինչպես Մուհամեդ կհամարցակի իր որդեգրած տղան Զեյդ ամուսնալուծել եւ իր կնոջմեն Զեյնաբեն որպեսզի ինքը Մուհամեդ Զեյնաբին հետ ամուսնանա Ինչպես հասկանալ եւ արդարացնել աստվածային միջամտությունը այս ամուսնության մեջ Այս ամուսնալուծումի հրահանգը Խորանի մեջ բացատրված եւ սահմանված է Ինչպես կլա, որ Խատիջայի մայից վերջ Մուհամեդ 7 տարիների ընթացքին կամուսնանա 22 կիների հետ, մինչ իր հետևորդներուն միայն 4 կին առնել կթելադրե։ Հիմա Զեյդը հետաքրքրական է, այս Զեյդը որտե կրված էր։ Խաբշիկ քրիստոնյա, հաբաշեն է, խաբշիկ տուխ, հաբեշացի։ Եվ իր գինը 18 տարեկան Քեղեցիկ Զեյնաբ աղջիկը որտեղ կված դրան ամենքինն է օրը գմտնե Զեյդը դունը չէ գտեսներ Խադիջան որ իր բանը հակոստի մեկ մասը ծունկ գերեվի եւ վարի բանը սրունկը եւ կսե ով Աստված ինչպես դու մարդոց դերը կփոխես եւ դու չես փոխվիր եւ ասաղջիկը Մուհամեդին աչքը մտավ եւ խնդրեց իր որտեգրած դղային որ դղան Զեյդը ամուսնալուծվի Զեյնաբի հետ եւ որպեսզի ինքը Զեյնաբը առնե եւ ասիկա եղավ Աստծո հրահանգով Եվ Մուհամեդի կյանքը անասնական կյանքի չի տարբերվում ինչ պիտի ես այո դժբախտաբար եւ մերավ ամպավ հարստություն ունենալի հետո մահվան բարակային մուսուլմանները գսեն որ չերմաստիճանը շատ բարձրացավ տակությունից բան ունեցավ ժանդախտի պես բանը բայց աս չէ իրականությունը լավ գիտենք հրյա աղջիկը որբեսի փորձե Մուհամեդի մարգարե ըլլալը պիտի գտնա թե ոչ փաթիգի մեջ թույն տրեց Գերազադենը սկաց Մուհամեդ եւ սավզից տունավորեցիր տունավորման պատճառով տակություն եկավ չերմ եկավ վրան եւ քանի օր հետո մահացավ ուրեմն այդպես եղավ եւ արդեն չմեր մարդը Մուհամեդը կամ Մուհամեդի հետևողները ուզեցին ամեն բան Մովսեսի եւ Հիսուսի պատահածներուն Մուհամեդի կյանքի մեջ տեսնել սպասեցին որ Մուհամեդը հարություն առնի ակնկալեցին 3 օր անտաղ բահեցին միջոց սկսավ պտիլ այն ժամանակ Այշան երկրորդ առաջին գինը Խադիջային վերջ ամենեն սիրելին երիտասարդը
որ 6 տարեկան էր 9 տարեկանին հետ բանի համար ինքը հրահանգեց որ պետք է տաղվի ուրեմն Մուհամմեդի կյանքը այդպես անցավ Կորանը ինչպես իջեցուց ինչպես իջավ իր վրան ոչ իջեցուց ոչ al վրան իջավ շատ լավ սերտեց այս Վարակա բն Նոֆալ որ քիչ առաջ գսեի Մեկկեի բսկոս զիք շատ լավ դաստիարակեց ով որ Կորանը գարտա սկանչիլի արաբերեն լեզու է եւ ես մուսուլմաններուն հարցուցած եմ Մուհամմեդը հրաշք չի եղած Կորանը ամենը լավ հրաշքն է եղբայր ինչու շատ գեղեցիկ արաբերենով գրված է ըստ եթե այդպես է Շեքսպիրի Ռոմեո Ժուլիետ գիրքը այո գլուխ գործոցը դե լավ սկանչիլի անգլերեն է այնպես որ Կորանը իջեցուց բարականերու համացայն համեմատ բարականերով Կորանին համարը գիչեցներ շատ լավ գիտեր այսօր արաբը հին ժամանակ արաբը միջև այսօր շատ մեծ քաղաքակրթություն ունի իսլամ արաբ իսլամությունը ճարտարապետություն քիչ ունի եւ հրեդորություն գիտնականներու բարակային գան բայց ոչ համաշխարհային մակարդակի գան օրինակ քիմիակետներ տվապանակետներ փիլիսոփաներ Իբն Ռուշդ Իբն Սինա Ֆարաբի Իբն Ռուշդ Ալ-Կինդի ունին բայց ասոնց մեծամասնությունը բացիկ են որոնք ստիպվեցան իսլամությունը ընդունել Մուհամմեդ երբ որ հարցակեցավ Մուհամմեդի զորքերը 1 միլիոն իրանցի չարտեցին եւ Իրանը այսօր իսլամացավ ասոն պատճառով նույն ժամանակ ես ուրիշական վարտարանց պատերազմի ժամանակ խոսած ադենս լավ է ասոր մասի խոսիլ Հայաստանի որովհետեւ ես ալհոն լսած եմ ինչ պիտի լայտե մենք իսլամանայինք մենք պիտի չգարենայինք իսլամանալ որովհետեւ ինչ պիտի լայտե մենք արևաբաշխությունը ընդունեինք հիշես այո իսլամը երբ որ եկավ Իրան զրատաշտական գրոնք էր այո երբ որ Հայաստան եկավ մեր կաթողիկոսը սա որ մենք մեր մարգարեն է մեր հավատքը մեր նույնն է մենք Աստված կպաշտենք մենք արև չենք պաշտել մեզ խնայեցին բայց չարտեցին բարսիկները որովհետև քիրքի չեն հավատար այսինքն ոչ Թորայի հիգդագարանի ոչ ալ ավետարանի եւ արևաբաշտեի ուրեմն այդ երկու մասեր մեծ մասը իրանցիները որ գիտնականներ դվին եւ նաեւ իսպանացիները այո միջև Իսպանիա հասան հոն եւ գսեն արաբական ճարտարապետություն ֆինանսավորումը արաբական էր աշխատողները դեղացի նախքին քրիստոնյաներ էին որոնք 3-400 տարվա համար իսլամացավ Անդալուզիա Անդերեն շատ լավ մարդիկ եկած էին բայց ասոնք արաբ չէին ասոնք իսլամացան այսինքն իմ հասկանանք ու գետդ այո գետդ այո ուրեմն գարժե խոսիլ նաեւ այս Կորանի ինչպես են մեջտեղ կալը Մուհամմեդ կգարտար Մուհամմեդ կարդասաներ ավելի Կորանը գպաշնվի 114 գլուխներու երկու դեղ իջած է մեկը Մեքքա եւ գոչվի Սուր al-Մեքքիա Մեքքայական գլուխները որ քիչ են եւ Մեդինայի գլուխները որ բազմատ շատ են Կորանը չի տասավորված ժամանակարական ցևով այլ ամենեն մեծեն միջով ամենեն փոքրը սուրատները Մեքքեի մեջ եւ Մեդինայի սուրատներու մեջ բավական հագասություններ կան բարձրապես ինչպես քիչ առաջ կարտացիք դուքալ բադե հաբաշություններ Մեքքեի մեջ Աստված Մեքքեի մեջ Աստուծո ապավինել Մեքքեի մեջ ես եւ տուն երկինք պիտի երթանք Մեդինա որ կնաց բադե հաբաշտացավ ըստ որ քրիստոնյաները դժոխք պիտի երթան
Եվ հոն ամենեն ծանր, ամենեն դժվար գլուխները կան հրյադյացության, քրիստոնեադյացության, ուր հրճակվեցավ Աստված մեկ գրոնք ունի, Աստված գրոնք ունի, անալ իսլամն է։ Եվ անդերեն սկսավ տարածվել այս գրոնքը։ Գրոնքը շատ հեշտ է, շատ, ոմանք իզի գսեն, քիչ առաջ ծեր բացման խոսքի մեջ սիկ ամենեն արագ աջող։ Այո։ Ամերիկայի մեջ, Եվրոպայի մեջ ամենեն արագ աջողը, որովհետև բազմածնունդ են։ Ես Եգիպտոս Աբրազադենս թռնաբան ունենք շենքի մեջ, երբ որ եկա Եգիպտոս հասա 11 երեխա ուներ։ 9 տարի հետո, երբ որ տողուցի արդեն 16, 15, 16 երեխա ուներ։ Եվ դեռ շարունակվում էր։ Չեմ գիտեն ինչ եղավ հետո։ Եվ անունը Մահմուդ գսեի։ Չես կարող չես դաստիարակելու, գրտելու, սնուցանելու երեխաները։ Ինչն է ասի, ամեն 9 ամիս կոդիկենը գտարնա։ Պատասխանը շատ բարձ է։ Աստված կուտա, Աստված գխնամ է։ Աստված քեզի խելք կուտա։ Ասոնք ասպես գուրորեն Աստուծո նախախնամության։ Գազից թե Աստված կուզեմ փորձել, բայց Աստուծո օրենքով այսինքն քիչ մնալ, եթե ես չեմ կարող 10 զավակ երեխա, դեմ Երանի ունենայի, բայց եթե կարող չեմ, մեղքը որ ես բերեմ եւ Եվրոպայի այրպորտերուն, օտանավագայաններուն, նավահանգիստներուն, փողոցներուն մեջ, մեկը պետք է մաքրե, մեկը ասպիդինե, մեկը պետք է ոչ մեկը գզարկանա։ Փող տրամ չի գա։ Ուրեմն կրթություն չեն ստանում։ Կրթություն չեն ստանա։ Ուրեմն աջումի բաժարը մեկը աս բազմածնունդ է։ Երկրորդ, որովհետև իրենց գրոնքը շատ հեշտ է։ Մեր քրիստոնեական գրոնքի մեջ, երբ որ մեկը դարձի։ Եվ հետո իրենց գրոնքն շատ ագրեսիվ գրոն է։ Հարձակվողական է։ Ադոն մասին խոսենք։ Այո։ Ուրեմն շատ հեշտ գրոնք է։ Երբ որ մենք գսենք, որ ասմարտը Աստծո եկավ, չի բավեր։ Միջև իր մահվան վերջին շունչը Աստուծո կյանքով պիտի ապրի։ Չէ՞։ Պետք է քրիստոնեական կյանքը ապրի։ Քրիստոնեական ամբողջ կյանքը։ Եվ ամեն օր որքան գնաս Աստուծո մոտենալ, այնքան ավելի սրբության մեջ գաճիս։ Իսլամության մեջ ասպանը չկա։ Իսլամության մեջ 5 բարտականություններ, եթե ընես եւ ճիշտ է շատ հեշտ է։ Անոնք արդեն երկինքը կապահովես։ Երկինքը կապահովես։ Ուրեմն մենք որբեսի քրիստոնյա լա մեկը եւ մնա ամբողջ կյանքի դեպությունը իսլամը լալու համար 5 րոպե է։ 5 րոպե։ Ըսե ճշմարիտ Աստծո գահավատամ, միակ Աստծո եւ Մուհամմեդ անոր մարգարենես եղար իսլամ։ Եվ պարտականությունները, որոնց մասին ուրիշ անգամ կարտադրնանք։ Ուրեմն այդ է բաժարը, որ այսօր իսլամությունը առաջ կերտա, ոչ թե առաջ կերտա որակով, առաջ կերտա քանակով։ Այո։ Հաջորդ անգամ Տերը կամենա խոսենք ջիհադի մասին, սուրբ պատերազմ եւ նաեւ այդ հակասությունները կուզեի, որ մեկիկ դուք մյուս անգամ ասեիք, որ մեր սիրելի հերոստատիտողներն էլ այդ մասին իմանան, որտեվ այն իրենց ունեցած գիրքը Ղուրանը համարում են սուրբ գիրք, բայց մի գիրք, որ մարդկային գրություններ են, լեցուն են ամեն տեսակ հակասություններով, մարգարեական ոչ մի համար Ղուրանի մեջ գոյություն չունի։ Մեկ մարգարեություն մգավորով կբարտանան։ Եվ քիչ մեծ զաղելի է։ Մուհամմեդ իբրտե Ղուրանի մեջ գրված է, մարգարեացավ, որ արաբները Բյուզանդիոնի պիտի հաղթեն։ Եվ իրոք քանի մտարի հետո հաղթեցին։ Դե իր ռազմական փորձից ելնելով կարծել է որ ճիշտ, որովհետև մենք գիտենք արդեն այդ ժամանակին 6-րդ 7-րդ դարուն արդեն բյուզանդական կայսրությունը տկարանում էր, շատ տկարացավ, բարսիկները վրան հարձակեցան, Հռոմը հարձակեցավ, թավանապանական խնդիրներ, եւ շատ հստակ էր, որ
Հերակլ գայսրը, որուն հաջորդները պիտի դգարանային եւ դեղի պիտի տային, ուրեմն պիտի դգարանային եւ իսլամությունը տարածվեց եւ հաղթեց եւ կրավեց ամբողջ միջին արևելքը։ Գնալ հետեւյալ մարգարեության գնամ նմանցնել վարտան եղբայր վաղը մենք չէ կալ շաբաթ մենք 5-6 հոգի ենք հոս պիտի խաղանք Lakers խումբի դեմ կմարգարեանամ որ Lakers բասկետբոլի խումբը մեզ պիտի հաղթե ասիկա եղավ Հովանես մարգարե Կորանի մեջ մեկ-երկու դեղ այդպես կան որոնք ոչ ասկերու կյանքի փոփոխության ոչ անչրբետային Եղուր մարգարեացի թե արևը կամ լուսինը կամ աստղերը կամ ասիկա ոչ թե բادرազմի ճակատագրական հարցը ուր թիմացինը գիտես թե դգարե եւ էսես որ մարգարե ասած է մարգարեություն չկա անալսեմ Մոհամմեդ մարգարե չէ նայեցեք փարը պետք է լավ լուծենք Արաբերենի մեջ նաբի եբրայերենի մեջ նաբի գնշանագե messenger պատկամաբեր նաբա փարը արաբերենի մեջ գնշանագե լուր ուրեմն լրաբեր լուր բերող պատկամաբեր մերկիցած մարգարեն նախ եւ առաջ մարգարեությունը անոնք որոնք աստվածաշունչը գարտան գիտեն քիչ թե շատ մարգարեությունը միայն ու միայն հատկանշանական գեդներ հրեական գրոնքին մարգարեություններ չկան այդ ժամանակվա գրոնքներու մեջ գար աստղակուշակություն բայց դա մարգարեություն չէ մի մարգարեները որ մենք իջանք Ամոսը Դանիելը Եզեկիելը Միքյան Եսայան ասոնք բոլորը առանց ցեղաբաշխության հետ կապ ունենալու ասոնք բոլորը պետք էին հրեա Արդ Մուհամմեդ իչ գործ ունի անոնց հետ լալու Հովանես մգդիչ մարգարե էր հրեա էր Հիսուս մարգարե էր հրեական բանունի հրեաստանի մեջ ապրեց իր պաշտոնների մեջ որպես մարգարե քահանապետ եւ այո երկրորդ մարգարե լալու համար 5 դագարանի մարգարե լալու համար նա ինչ նա Մուհամմեդ պետք է առնչություն ունենա Մեսիայի հետ Արդ ինքը 600 տարի հետո եկած է ինչով կգապվի Մեսիայի ոչ մի ձևով երբ որ դերը սուտ կիրքի մեջ գսե իզմե վեճիղողները սուտ մարգարեներ են մենք զայն կտասենք այդ սուտ մարգարեներու շարքին այո Փակտիրոջ մենք այսօր ունենք մի գիրք որ ապագան է մեզ բերում Մենք գիտենք թե ինչ է սպասում գալիքում մի գիրք որ սիրով լեցուն է որովհետև այս գրքի հիմքը Հիսուս Քրիստոս է ինքն է սիրո ճշմարտության արդարության եւ սրբության աղբյուրը մենք ունենք հավատքի մի առաջնորդ որ գերիվեր է իր հետ համեմատելը անգամ պղծություն է եթե որը մեկին համեմատենք որովհետև Քրիստոս Աստված է Քրիստոս կյանք է Խոսենք Քրիստոսի մասին, նրա բերած սքանչելի փրկության մասին եւ այսպիսի սքանչելի լուրով այսօրվա մեր հաղորդումը վերջացնենք։ Մեկ ելույթ մեկ ուզեի հատկացնել մեծամասնության ժամանակը Քրիստոսի եւ Մուհամմեդի բախտադականը էներու։ Ոչ մեկ դեղ Մուհամմեդ ասած է գիտեք երբ որ ազատուղի ֆրիուեյ գելենք աստանիշաններ գտեսնենք արագությունը էսկան էքզիտը աստեղեն պիտի ելես ուշադրությունները որովհետև գնալալ որ կեդինը թաց է ցուսմուկներ որ ես ճանապարհս լավ ընտանա բոլոր մարգարեները բոլոր գրոնքներում Գնալալ տեպի Աստծո տանող ցուսմուկներ են միակ ճանապարհը դերն է Հիսուս Քրիստոս Փառք իրեն Ամբես որ ես քիչ առաջ գրոնք փառը կորզածեցինք իսլամությունը գրոնք է հրեությունը գնալալ գրոնք կոչենք
քրիստոնեությունը գրոնք չէ։ Կյանք է։ Կյանք։ Փառք Ես գլուխս բարձի վրա պիտի չտնեմ, աս ինչ կամ ան ինչ օրենքը հարկել է հետո։ Չի բավեր։ Մենք չենք հետևի օրենքի։ Գետևի պարտական է։ Քրիստոսի ազատության օրենքը, սիրո, այո, սիրո մենք օրենքը։ զարա չենք, մենք հետևինք անցի։ Այո։ Եվ մեր բարեբախտությունը հետևյալն է։ Քրիստոնեության եւ իսլամության եւ հրեության մեջ Աստված կա։ Աստծո նմանելու, Աստծո մոդենալու ճանապարհներ չկան, օրենքներ կան։ Քրիստոնեության մեջ օրինակ կա։ Քրիստոնեության մեջ մեկը կա, որում գեհդեվիս Քրիստոս Աստծո երթալու ամենեն կարճ, ամենեն ապահով միջոցն է։ Մուհամմեդ ինքզի կտավանած է։ Եվ ասած է Կորանի մեջ Ադամը մեղանչեց։ Քիլքի մեջ Սուրատի անունը կա։ Նոյ մեղանչեց։ Աբրահամը, Դավիթը, Մուհամմեդը։ Երբ որ Հիսուսի մասին խոսի Կորանը, գսե մեկը որ մեղ չկործեց։ Այո։ Ուրեմն ես չեմ ուզել գախարտվել իսլամական ինչպես են հորիզոնները բացի բրտե թյուրին հեշտ գրոնք իսլամությունը այնպիսի գրոնք է որ կու ամբողջ հագումներդ մարդկային հագումներդ գահակեցնե բայց ասիկա գրոնք չէ ամբողջ կու սերայի վրիժարական դնդեսային ամբողջ բաներդ իրեն ինք լավ գողոկա, որովհետև այնպիսի օրենքներ է դրված, որ դրա համապատասխան ամեն բան կստացվի։ Գիմի չհավնիս, երկրորդն ալլավ չես հակենար, երրորդ մնալ, շապատ կիրակի գուզես ուրիշի մեջ, չորրորդ մար, 4 հատ, հոյագապ, հավատարմություն չի գա, թիմացինը դեսես, որ քրիստոնյա է, կնազինքը մեծուր, զինքը բարդատրե, որ թավանապոխլա, երբ որ իսլամը փոքրամասնություն է ոչխար է, Եթե մեկը իսլամական կրոնի մեջ, ասենք իր վրա կապեց ռումբեր գնաց պայթեցրեց եւ ոմանց սպանեց, ինչ խոստում կա նրանց։ Օ, շատ խոստումներ։ Նայեցեք, եւ ասիկա գուկա դկի դուտենեն եւ աղկա դուտենեն։ Այո։ Եվ ասիկա Կորանի մեջ գրված է, այսինքն կաչալերված է, որ ջիհադ որը մասին շարաճ սիր։ Մեկը 18 տարեկան 10 եղբայր եւ քույր ունի չի հաջողած կյանքի մեջ հայրը փամը չի գնալ գորնել մայրը աղքատ դաստիարակություն չունի ինչ պիտի է կյանքի մեջ հուսախապ աս մուսուլմանական ծայրահեղականները գուքան զիկը ամիջապես կկրանցեն երկու ծավակս նայ քեզի ամսական $500 պիտի տամ խոստովանողներ կան Եթե մերնիս քո ընտանիքիդ ասկանդարի պիտի հոգանք $1000 Փայս ամենեն կարևորը երկու բան դու նահատակ կլաս եւ պիտի երտաս ասուծոկով ջեննետ պիտի երտաս բարդես տրախտ պիտի երտաս եւ հոն պիտի վայելես 70 գույսեր պիտի ունենաս որ հոստուն չունեիր հոս չէիր գնալ ամուսնանալ հոս չէիր գնալ Հովանես եղբայր Եթե տրամաբանություն բանեցնենք, սա նշանակում է, եթե կին մեկը իր վրա ռումբեր կապի եւ գնա իրեն պայթեցնի, նույն տրամաբանությամբ 70 տղամարդիկ իրեն պիտի սպասեն Ոչ։ Գինը իսլամության մեջ միմիայն հոս եւ տրախտի մեջ երկինք չմսեր։ Իսլամը երբ որ գմերնի երկինք չեմ մախտեր, որ երկինք երտա, չէ, կսեն տրախտ պիտետաս, ջեննետ պիտետաս, որ հաջուկի դեղ է, ուր կետեր կան, մեղրի, կինի, կատի, ուր at աղջիկները կան, խորիները կան, կանանչ կաբույտ աչքերով, ուր ասոնք երկինքը մեր հասկացողությամբ աստուծո թեման թեմ դեսնել է, անոր հետ ամբողջ հավիտենականություն անցնել է, ոչ, ասի է երկինքն է քրիստոնեական, իսլամության երկինքը տրախտն է, վայելք է,
Աստծո հսկողության տակ, բայց այդ հաճույքը սերային հաճույք է, մարմնական հաճույք է։ Ուրեմն այս է անոր համար իսլամը ինչ պիտի գործընծնի, հոսքը շահի, փող գունենա, վերնալ at բանը գունենա։ Հովանես եղբայր մեր ժամանակը մոտեցավ ավարտին, հուսանք որ Տերը ուրիշ մի հնարավորություն մեզ տա, որ նորից խոսենք այս նյութերի մասին։ Սիրելիներ, իսկ հիմա Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ լինի։ Ամեն։